Հայաստանի Պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հերքեց Ադրբեջանի կողմեն հերթական ապատեղեկությունը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդակցությունը, որի իբրև թե 10 ապրիլի ժամը 20:55-ի սահմաններուն Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի հյուսիսարևելյան հատվածին տեղակայված Ադրբեջանի թիրքերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության, ըսված է Պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը բարբերաբար կհիշեցնե Բաքվին հրատատարի խախտման դեպքերու հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ միջոցը ստեղծելու Երևանի առաջարկը, որուն մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքած։ Երևանը կվերահաստատե, որ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի հաղորդակցություն հիմնավորող փաստերը ադոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Հայաստանի վարչապետի մամլոխոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքեց մամուլին մեջ շրջանառվող լուրերը, թե 9 մայիսին Մոսկվայի մեջ երագոմ հանդիպում նախադեсված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 9 մայիսին Փաշինյան-Պուտին-Ալիև երագոմ ձևաչափով հանդիպում չկա նախադեсված, ըսած է Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով լրատվամիջոցներու մեջ տարածված տեղեկության, թե 9 մայիսին Մոսկվայի Գարմիր հրաբարակին մեջ կայանալիք ամենամյա շքերթեն առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպում պիտի ունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան 14 մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքին հաստատած է, որ կընդունի Ռուսաստանի նախագահին հրավերը եւ պիտի մասնակցի 9 մայիսին Մոսկվայի մեջ կայանալիք դոնագադարություններու։ Ուրուգվայի ներկայացուցիչներու բալադի նիստի ընթացքին պատգամավորներ անդրադարձած են հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, կդեղեկացնեն Ուրուգվայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Հայաստանի պատգամավոր Սաճյանի նախաձեռնության աջակցած եւ ելույթներով հանդես եկած են խորհրդարանի մեջ ներկայացված բոլոր քաղաքական ուժերու ներկայացուցիչները, նշելով, որ Ուրուգվայի հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող առաջին երկիրն է։ Պատգամավորները անդրադարձած են նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման, Ադրբեջանի մեջ աբորինաբար բահվող հայ կերիներու խնդիրին, հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միացայն հայտարարություն ընդունեց կոչ անելով Ադրբեջանին անհաբաղ ազատ արձակել բոլոր հայ կերիները։ Ալմատի մեջ սկիզբ արավ ԱԲՀ անկախ պետություններու համագործակցության արտաքին գործոստնախարարներու խորհրդի նիստը Հայաստանը կներկայացնե փոխ արտաքին գործոստնախարար Մնացական Սաֆարյանը։ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլ 16-ին 19 Սանկտ Պետերբուրգ պիտի մեկնի մասնակցելու ԱԲՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիակումար նիստերուն, ԱԲՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներու նիստերու աշխատանքներուն։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Վահան Գոստանյանն երեկ հանդիպած է թուրք պաշտոնագետին հետ։ Գոստանյան X-ի մեջ գրած է, որ կարևոր քննարկում ունեցած է Թուրքիո փոխ արտաքին գործոստնախարար Այշե Էքինջիի հետ հայ-թուրքական հարաբերություններու ղեկավարման եւ հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Ըստ Գոստանյանի, անոնք միտքեր փոխանակած են դարաձաշրջանային եւ միջազգային հարցերու շուրջ։ Փակ սահմաններ ունեցող երկու երկիրներու փանակնացներ 2022-ի հուլիսին Վիեննայի մեջ 4-րդ հանդիպան ժամանակ պայմանավորված էին ցամաքային սահմանը երրորդ երկիրներու քաղաքացիներուն համար ամենեն սերմ ժամկետներու մեջ։ Հայկական կողմը վերագառուցեց Մարգարայի անցագետը ծախսելով շուրջ 1 միլիարդ դրամ, սակայն պայմանավորվածութենեն 2.5 տարի անց բարձ չէ, թե երբ պիտի իրականացվի այդ պայմանավորվածությունը։ Վրաստանը պատրաստ է նպաստելու հարավային Կովկասի մեջ գայուն խաղաղության հաստատման եւ գրնահարթակը ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկխոսության համար, այս մասին ասաց է երկրի արտաքին գործոստնախարար Մակա Պոչորիշվիլին։ Վրաստանը բազմիցս հայտարարած է, որ մենք պատրաստ ենք նպաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հագամարտության վերջնական ղեկավարման խաղաղության համաձայնագիրի ստորագրման, որբեսի ապահովի դարաձաշրջանի մեջ գայուն խաղաղություն։ Թիֆլիսը պատրաստ է աջակցելու երկու հարևան երկրի հետ հարաբերություններու ղեկավարման, ասաց է Վրաստանի արտաքին գործոստնախարարը։ Անգրկնած է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է միջնորդելու այդ գործընթացին։ Ապրիլ 10-ին Ամերիկայի մեջ ուղղաթիռը ինգած է Հադսոն քեդը The New York Post-ին հայտնած է Նյու Յորքի հրշեջ ծառայությունեն ուղղաթիռի մեջ գտնվող բոլոր 6 անձերը օտաչուն 2 մեծահասակ եւ 3 երեխա մահացած են։ Ըստ նախնական տեղեկություններու ուղղաթիռի մեջ ընտանիք մի եղած է, որը ժամանած է Իսպանիայեն գահիտնե Guardian։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս հաստատած է, որ 6 անձ մահացած է, 3 երեխա եւ 3 մեծահասակ։ Անոր խոսքով ինքնաթիռի գործարման պատճառներու հետաքննությունը կշարունակվի։
Կառավարության որոշումով Մատենատարանի դնորեն Արա Խզմալյանը նշանակված է հանրային խորհրդի նախագահ։ Հանրային խորհուրդը ըստ Հայաստանի Սահմանադրության 161-րդ հոդվածին կառավարության խորհրդակցական մարմին մնե եւ գործե հանրային խորհրդի մասին Հայաստանի օրենքով սահմանված սկզբունքներով։ Խորհուրդը կազմված է 45 անդամի, որոնք կներկայացնեն հանրային կյանքի դարբեր բնագավառներն ու հետաքրքրությունները։ Խորհրդի մեջ կգործե 15 ոլորտային մշտական հանձնաժողով։ Նշված է, որ խորհրդի քերական նպատակն է ապահովել լիարժեք հաղորդակցություն հանրության եւ Հայաստանի կառավարության միջև։ Հանրային խորհուրդը կգոհնորոշվի քաղաքական զսպվածության եւ հավասարակշռության սկզբունքներով։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան։